Հալելույա։ Ժորժ ջան, տենում եք, չէ՞։ Այսօր մեր Տիրոջ հետ հաղորդ ենք լինելու։ Ու այսօրվա թեման հենց այդ է լինելու է։ Անկեղծ ես մի հատ բան ասեմ։ Սրտումս կար, որ հաղորդության օր որ լինի, ինձ պատիվ վիճակվի, որպեսզի խոսք ասեմ, պիտի մի հատ հաղորդության ընդհանրապես այս խորությունները փորձեմ մի քիչ ջրի երես հանել, հա։ Համաձայն եք իրար հետ sense մի հատ գնանք ճամփորդության։ Հա? Փառք Հիսուսին։ Ժորժ ջան, այս հաղորդության կարգ ասեմ, ծիսակատարություն ասեմ, կամ չգիտեմ ոնց անվանենք այս ամեն ինչը, եկեք անկեղծ լինենք։ Գալիս է մի բան, որ բոլորիս կյանքում էլ դառնում է սովորություն, դե լավ, այսօր հաղորդությունն է, գինին հացը կերանք, խմինք, լավ, վсё, պրծանք։ Չէ՞։ Դե անընդհատ պետք է քեզ հիշեցնես, որ ահա չէ, ուրիշ բան ենք մենք անում, ինչ-որ ուրիշ բան կա սրա հետևում կանգնած։ Ու գիտեք, այս ամեն ինչը ինչից առաջացավ, որովհետև մեր Տերը մի հատ դիլեմայի առաջ էր կանգնած, մի հատ խնդրի առաջ էր կանգնած։ Հենց այս բան պատկերացրեք, մի հատ հայր ունի որդի։ Ու այդ որդուն ինչ-որ մի հատ դժբախտ պատահար է լինում։ Հիմա տեսեք, այդ հայրը կամենում է, որ այդ անողը ստանա իր արժանի պատիժը, չէ՞, արդարություն է ուզում այդ հայրը։ Իսկ այդ անողի հայրը ուզում է, որպեսզի այդ դատավորը ողորմի։ Չէ՞։ Այսինքն մենք ստեղ խոսում ենք արդարության ու ողորմության մասին ու մեկը մյուսի հետ փորձում ենք համատեղենք մի բանի մեջ։ Ու մեր Աստված ասում ենք, չէ՞, որ ինքը արդար է, ինքը ողորմած է։ Բայց ոնց որ պատկերացում չեն կարող կազմենք, բայց ոնց կարա համ արդար լինի, համ ողորմած լինի, որովհետև եթե լինում է հանցագործություն, ես ուզում եմ որ հանցագործը ստանա իր պատիժը։ Ես արդարություն եմ ուզում։ Բայց միևնույն ժամանակ այդ հանցագործի հարազատը ուզում է որպեսզի դատավորը իրան ողորմի, չէ՞։ Հիմա sense բանի առաջ է կանգնած մեր Աստված ու ինչ անենք։ Լավ, ես չեմ դու ես, ինչ կանեիր։ Ինչ որոշում կկայացնեիր։ Բարդ է, չէ՞։ Բայց գիտեք, այս ամեն ինչը գալիս է հենց դրանից։ Այս հաղորդությունը, որ մենք ընդունում ենք, հեսա կտեսնեք, որ խորանանք, ավելի խորանանք, որ հենց սրա հետ կապված է։ Որ միաժամանակ մեր Աստված համ արդար է, համ էլ ողորմած է։ Գիտեք, սերներս, եթե մենք խոսում ենք հին կտակարան, նոր կտակարան, հին կարգ, նոր կարգ, հին ուխտ, նոր ուխտ եւ այլ, պիտի մենք մի բան հասկանանք։ Աստվածաշունչը բաժանված չի երկու մասի։ Աստվածաշունչը բաղկացած 66 գրքից, 40-ից ավել հեղինակից, գրված 1600 տարվա ընթացքում։ Ամբողջականը, մեկը մեկից անջատ չի։ Այսինքն մենք չենք կարող ասենք, գիտեք, ես նոր կտակարանան հավատացյալ եմ, ես հին կտակարանան հավատացյալ եմ, չէ, ես հավատում եմ, այս էլ Աստծո խոսքն է։ Ամբողջը ճշմարիտ է ու ճիշտ։ Ամեն։ Ու գիտեք, սերներս հենց վերնագիրը սա հենց սենց էլ վերնագրել եմ, նոր ուխտի արյունը։ Գիտեք, մեր Աստված ընդհանրապես սենց է շարժվել պատմության մեջ, ինքը փորձել է մարդկանց հետ պայմանագրեր կազմի։ Ու այս թեման ուսումնասիրելուց հասկացա, շատ բան հասկացա, որ փաստորեն այս իրավագիտությունը արդեն իսկ այն ժամանակվանից գալիս է ու գործում է։ Այդ օրենք ասած հասկացողությունը կպած է, էլի սենց իրար համակրված է, որ մենք խոսում ենք իրավունք եւ դատաստանի մասին։ Ու մեր Աստված ասել էր. մեղքի վարձքը մահն է։ Թագավորը օրենք էր սահմանափակել, որ մեղքի վարձքը մահն է։ Տեսեք ժողովուրդ, հենց մի հատ sense իրավիճակ պատկերացրեք, սենյակում ենք, ու այդ սենյակը մութ է։ Մարդիկ կան բայց այդ սենյակում։ Ու դու երբ որ նայում ես մարդկանց, չես տեսնում նրանց դեմքերը, ուղղակի տեսնում ես այն զիլուետը, ոնց են հայերեն ասում։ Շողքը, հա։ Ապրես։ Այդ ամբողջը դու պատկերացում ես մոտավորապես հա, այդտեղ մարդ կա, այնտեղ էլ ոնց որ մարդ կա, այնտեղ ինչ որ աթոռ կա, սեղան կա, ասենց մոտավորապես պատկերացում ես կազմում, միտեղ շոշափում ես եւ այլ, այսինքն դու տեսնում ես ինչ որ ստվեր, ինչ որ բանի ստվեր։ Ու հենց լույսը միացնում ես, մի անգամից ամբողջ պատկերը արդեն քեզ ի հայտ է գալի, չէ՞։ Գիտեք, նոր կտակարանի հեղինակները շատ անգամ ինչքան են համեմատում այն հին ուխտի ստվեր լինելու մասին, որը խոսում է գալիք լույսի մասին։ Ու այս ամեն ինչը ստվեր է եղել այն ժամանակ։
կարգեր են եղել, Աստված բաներ էր կարգել, որ իրանք պիտի անեն, որպես ստվեր գալիք բաների համար, որ վերջնականապես պիտի բացահայտվի Հիսուս Քրիստոսով, դե խի ենք անում այս ամեն ինչը։ Ու գիտեք, սերներս, եթե մենք խոսում ենք զատիկ, այսինքն պասեքի մասին, ուրեմն սրա մեջ նաև կա գաղտնիք։ Հիշում եք այն դեպքը, երբ որ Աստված 10-րդ պատուհասը, որ պիտի Եգիպտոսի վրա բերեր, ինչ արեց։ Մովսեսը գնաց բոլոր Իսրայելի տները, ասաց, գիտեք, բերեք 1 տարեկան գար, անարատ, կմորթեք, արյունը կսեք դրանդիներին եւ այդ միսը կուտեք ամբողջ ընտանիքով։ Այնքան կվերցնեք, ինչքան որ ձեզ պետք է, ու բոլորը կուտեք։ Ու երբ որ մահվան հոգին գա, կտեսնի այդ արյունը այդտեղ կպարծված եւ կանցնի զատիկ, կզատի ձեզ չի դիպչի։ Ու գիտեք, մեղքի վարձքը մահա։ Ժողովուրդ, մենք էլ ունենք այդ խնդիրը։ Եթե մենք էլ չենք այդ մեր դրանդիներին արյունը քսում, ուրեմն մահվան հոգին ունի իշխանություն մեր վրա։ Առաջի Կորինթացիների 5:7-ում ասում է, որովհետև մեր զատիկը Քրիստոսը մեզ համար մորթվեց։ Տեսեք, Պողոս առաքյալը մորթվել բառն է օգտագործում, ինչ կոպիտ է, չէ՞։ Այսինքն ոնց թե մորթվեց։ Բայց սերներս, հենց այնպես չի Պողոս առաքյալը հենց այս բառը օգտագործում։ Այն ժամանակ Աստված կարգել էր։ Այդ գառը պիտի մորթեն, արյունը պիտի քսեն դրանդիներին ու միսը պիտի ուտեն, որպեսզի մահվան հոգին անցնի։ Ու այդպես էլ եղավ սերներս։ Երբ որ պասեքը կատարվեց, այդ գառան արյունն ու միսը մահվան հոգուց փրկեց Իսրայել ժողովրդին։ Ու Հիսուսն էլ, երբ որ վերջին ընթրիքի ժամանակ նստած էին, վերցրեց բաժակն ու հացը ու ասեց. Սա իմ մարմինն է, սա նոր ուխտի իմ արյունն է։ Տեսեք, մենք խոսում ենք երկու տարբեր բաների մասին, բայց ասեցի չէ, որ ստվեր էր գալիք բաների համար։ Այսինքն այն ժամանակ դեռ օրենք չէր տրվել Իսրայել ազգին, բայց Աստված ասել էր ինչ պիտի անեն մահվանից փրկվելու համար։ Ու այստեղ Հիսուսը կարծես թե նույն մեթոդիկան է օգտագործում, ասելով, որ վերցրեք այս հացը ու այս արյունը, որը որ իմ մարմինն ու արյունն է ներկայացնում, ձեզ նոր ուխտի համար։ Հիսուսն ասում է, այն ժամանակ պայմանագիր եք կնքել Սինա լեռան վրա։ Ու այդ պայմանագիրը ասում է, որ մեղքի վարձքը մահն է։ Հիմա ես ձեր հետ նոր պայմանագիր եմ ուզում կնքեմ։ Սա է իմ արյունն ու հացը, վերցրեք։ Ուխտի հաստատումը ժողովուրդ արյունով եղավ։ Այսինքն, եթե Աստված պայմանագիր է կապում մարդկության հետ, միշտ արյունով է լինում։ Միշտ չկա տենց դեպք, որ Աստված պայմանագիր կամ ուխտ չկապի մարդկանց հետ ու արյուն չօգտագործվի։ Ու ասում է, ահա այն ուխտի արյունը, որ Տերը կնքեց ձեզ հետ այս բոլոր խոսքերի համաձայն, նույն խոսքերը կարծես թե Հիսուսն է վերհիշում, ու էսի գրված է Ելիս գրքում, որ Մովսեսն է ասում Իսրայել ժողովրդին։ Ահա այն ուխտի արյունը, որ Տերը կնքեց ձեզ հետ այս բոլոր խոսքերի համաձայն։ Ինչ եղավ, սերներս, երբ որ Մովսեսը այն ժամանակ գնաց Սինա լեռան վրա ու այդ օրենքը բերեց, Իսրայելին ներկայացրեց, այդտեղ զոհ արեցին ու ինքը արյունը ցողեց ժողովրդի վրա։ Ու ասեց, ահա այն ուխտի արյունը, որ Տերը կնքեց ձեզ հետ այս բոլոր խոսքերի համաձայն։ Ու Հիսուսն էլ, սերներս, երբ որ վերջին ընթրիքի ժամանակ նստած են ու ինքը տալիս է այդ հացն ու արյունը, կարծես թե նույն բառերն է օգտագործում, ահա նոր ուխտի արյունը։ Բայց այս անգամ Հիսուսը չցողեց, ուրիշ բան արեց։ Սերներս, եթե խոսում ենք պայմանագրի մասին, այս դարում հեշտ է, պայմանագիր ես կապում, մի քանի բան ես տակը գրում ավել պակաս, որպեսզի քեզ համար հեշտ լինի այդ պայմանագրից դուրս գալու համար։ Ու այսօրվա մեծ գաղտնիքը դրա մեջ է կայանում, որ գտնես մի հատ փաստաբանի, լավ փաստաբանի, որ կարողանա ընես ձևակերպի այդ ամեն ինչը, որպեսզի քեզ համար այդ բաների մեջ դու կարողանաս այս գտնես դռներ, որ պետք եղած դեպքում ասես ես չեմ ուզում էլ այս պայմանագիրը, ինձ ձեռ չի տալիս ու դուրս գամ այդ պայմանագրից եւ վերջ։ Բայց ուխտի մասին ժողովուրդ, Աստված երբ որ ուխտ է անում,
Ընդհանրապես, երբ որ մարդիկ էին ուխտ անում իրար հետ այն ժամանակ, արյունով կնքած ուխտը անհնար էր դրժել։ Դու իրավունք չունեիր, դու չէիր կարող ուղղակի ասել, ես դուրս եմ գալի այս պայմանագրից, այս ուխտից։ Այդ ուխտը հավիտյան էր, մինչև մեկ կողմը այդ ուխտ կնքողների մահանար։ Երբ որ, չգիտեմ, երկու հոգի բանարեցին, ուխտ կապեցին, այդ ուխտը ավարտվում էր այն օրվանից, երբ որ մեկ կողմը մահանում էր։ Այդ Աստված այդտենց ուխտ արեց մեր ժողովուրդ։ Ասեց նոր ուխտի արյուն, ու այն ժամանակներ այդ արյունը որ ցողեց Մովսես, ասեց հավիտենական ուխտ է։ Ու մինչև մի կողմը չմահանա, այդ ուխտը չի կարա ավարտվի։ Եբրայեցիների 9:16-ում ասում է, որովհետև ուր որ կտակ կա, հարկ է որ կտակարարի մահը հաստատվի, քանի որ կտակը մեռնելուց հետո է գործում։ Այն երբեք ուժ չի ունենա, քանի դեռ կտակարարը կենդանի է։ Այս ուսումնասիրության մեջ մի բան էլ պարզեցի, որ կտակարան բառը հունարենում որ գրված է, ոչ թե միայն ուխտ նկատի ունի, այլ նաև կտակ։ Ոնց էր գերմաներեն կտակ։ Ժառանգություն, թեստամենտ։ Ու եբրայեցիների հեղինակը հենց այս բանի մասին խոսվում, ասում է, այդ ուխտը որ կնքվեց, կտակը որ արվեց, ասում է այդ կտակը մինչև կտակարարը, այդ կտակ անողը չմահանա, չի գործի։ Ուժի իրավասություն չի ունենա։ Այս գավաթը նոր ուխտն է իմ արյունով, ասում է Հիսուսը։ Հիմա տեսեք, ժողովուրդ, չի կարա Աստված Իսրայելի հետ ուխտ անի, այդ ուխտի գաղտնիքը լինի, որ անհնար է դրժել հավիտենական ուխտը, եթե մի կողմը չմահանա։ Ուստեղ երկու տարբերակ ունենք։ Կամ մենք ենք մեռնում, կամ էլ Աստված է մեռնում։ Սա սովորական ընտրիկ չի ժողովուրդ ջան, այս հաղորդությունը, որ մենք անում ենք։ Սա Աստծո վերջին կամքի, այսինքն կտակի, տակ դրված ստորագրությունն է կնքվածք նրա իսկ արյունով։ Մենք հաղորդ ենք լինում նրա մարմինի ու արյան հետ, ու այդ արյունը ու մարմինը, որ մենք խմում ու ուտում ենք, որպես ստորագրություն է այդ նոր ուխտի համար։ Ու այդ նոր ուխտը ինքը միայն այն ժամանակ կարող իրականացներ ուժի մեջ դներ, մինչև որ այդ կողմը, որ տվել էր այդ ուխտը, Աստված ինքը չմահանար։ Դրա համար ժողովուրդ, Հիսուսը պիտի մահանար։ Հիսուսը պիտի մարդ դառնար, Աստված պիտի մարդանար, պիտի մարմին հագներ, պիտի մահանար իմ ու քո համար։ Ու ինքը հենց այս կարգն էլ ասել էր, որ պիտի լինի այսպես։ Գիտեք, այն ժամանակ քահանայապետը տարին մեկ անգամ կենթանու զոհով իրավունք ուներ մտներ սրբության սրբոցը, ու այդ կենթանու արյունը պիտի ցողեր ուխտի տապանակի կափարիչի վրա, որպեսզի ներվեր ազգի բոլոր մեղքերը, բայց մինչև ինքը մտներ, պետք է մի հատ իր համար զոհաբերեր, որպեսզի նախ իրան ներվեր, որպեսզի ինքը հետո կայանար մտներ այդ սրբության սրբոցը ու այդ արյունը ցողեր այդ ուխտի տապանակի վրա, որը որ համարվում էր Աստծո հոգու բնակության վայրը։ Արյունը Աստծո հոգու բնակության վայրի վրա պետք է ցողվեր։ Բայց Քրիստոսը որպես գալիք բարիքների քահանայապետ ոչ թե նոխազների ու զվարակների արյունով, այլ իր իսկ արյունով մեկընդմիշտ մտավ սրբարան եւ հավիտենական փրկություն գտավ։ Քահանայապետը Հիսուս Քրիստոսը ինքը անձամբ ոչ թե նոխազների ու զվարակների արյունով, այսինքն ոչ թե ինչ-որ կենդանիների, ինքը իր արյունով թափեց ու այդ արյունով գնաց սրբության սրբոց,
Այդ սրբության սրբոցն էլ երկրի վրա չէր, այն կատարյալ սրբության սրբոցը գնաց, որտեղ որ գահն էր, մեր Աստծո գահն էր, այդ արյունով գնեց մեզ։ Ու այսօր այդ արյունը այն ժամանակվա այդ կարգը, որ արվեց, ժողովուրդ հենց այնպես չէր, պիտի տենց արվեր, որովհետև այդ Աստված չէր կարա լիներ արդար, միևնույն ժամանակ լիներ ողորմած։ Արդարության կարգը պահանջում է, որ եթե մեղք դրա փոխարեն կյանք։ Ու այդ կյանքը արյան մեջ է։ Այդ կյանքը արյան մեջ է, ու Աստված ինքն է դրա մասին ասում, հեսա կգանք դրան։ Առաջի Կորինթացիների 6:19-ում ասում է կամ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է եւ որն Աստծուց ունեք եւ դուք ձերը չեք։ Այսօր ես եմ այդ տապանակը, սիրելիներս, այսօր դու ես այդ տապանակը, այսօր երբ որ մենք հաղորդություն ենք ընդունում, այդ գառան արյունը չենք ցողում մեր վրա, այլ խմում ենք, որպեսզի ներսից այդ ամեն ինչը արվի, այն սրտի խորքերը, այն սրտերու երիկամունքները, որ Աստված քննում է, որպեսզի դրա վրա ցողվի այդ քավության արյունը, որպեսզի հաղորդ լինենք այդ դրան, որպեսզի այդ կարգը էլի կատարվի, որպեսզի այդ Աստծո հետ նորից ունենանք հաղորդություն, միաբանվենք այդ Աստծո հետ։ Որովհետև մարմնի կյանքը արյան մեջ է, գրված է Ղևտացիների 17:11-ում։ Ահա հաստատումը Աստված ինքն է ասել, քանզի արյունն է, որ քավություն է անում հոգու համար։ Սա օրենք է։ Մենք չենք կարող ասենք, չէ, սենց չի դուր գալ ինձ, չի սազեմ կամ չգիտեմ, սիրուն չի կամ եւ այլ, ոնց որ Հիսուսը այն ժամանակ ասեց, մինչեւ իմ արյունն չխմեք ու մարմինը չուտեք, իմ հետ բաժին չունեք։ Նրանք էլ ասեցին, ես ինչեր ես ասում, մենք ոչ արյուն ենք խմել, ոչ էլ մարմին է, ես ինչ կանիբալիզմի մասին է խոսքը գնում։ Բայց սիրելիներս, դրա մասին չի խոսքը գնում, խոսքը գնում է կարգը կատարելու մեջ, որպեսզի այս ամեն ինչը, այն օրենքը, որ Աստված տվել էր, էլի կատարվի։ Ու Հիսուսը երբ որ ասեց կատարված է, հենց սրա մասին էլ խոսում էր, ասում է ես չեկա վերացնեմ, ես չեկա որպեսզի ուրիշ բան բերեմ, ես եկա որպեսզի կատարեմ։ Այսօր էլ ժողովուրդ ջան, մենք որպես Սուրբ Հոգու տաճարներ եկել ենք այստեղ, որպեսզի այն արյունը, որ Հիսուս թափեց, մեր մեջ ցողենք ու այն հացը, որ Հիսուսն է ինքը, ուտենք։ Գիտեք, Հիսուսը երբ որ նստած էին առաքյալները, ինչ ասեց, ասեց արեք, կերեք։ Գիտեք, նա չասեց, ով է ուզում ուտի։ Ասեց արեք կերեք։ Սա գիտեք ինչ է նշանակում, սերներս, հին կտակարանից, այսինքն հին ուխտի ժամանակ էլ, երբ որ այդ զոհը մատուցվում էր, այս արդեն ուրիշ կարգի զոհի մասին է խոսքում, չեմ ուզում անդրանալ, թե տարբեր կարգի զոհեր էլ կան, բայց զոհ էին անում, ուրախության, գոհության զոհն էր սա համարվում, ու այն ժամանակ այդ ուրախության, գոհության զոհը, որ մատուցվում էր, պիտի այդ զոհի միսը ուտվեր ամբողջությամբ։ Ու Հիսուսը ասում է, արեք, կերեք, չի հարցնում, ով ուզում ուտի։ Ու գիտեք ով էլ կար նրանց մեջ։ Հուդան էլ կար նրանց մեջ, իրան էլ ասեց արկեր։ Իրան էլ ասեց կեր, ժողովուրդ, լավ ես հետո կասեմ վերջում։ Հին կտականում զոհի միսն ուտելը ընտրություն չէր, դա պարտադիր էր։ Այսինքն, եթե Իսրայելի ժողովուրդը իրան համարում էր այդ ազգի մի մաս, այդ ուխտի մի մաս, որ իրանք էլ ունեին գոհություն, իրանց համար պարտադիր էր այդ միսը ուտելը, այդ զոհի միսը պիտի ուտվեր։ Խաղաղության զոհաբերության ժամանակ այն պետք է ուտվեր հենց նույն օրը։ Առաջի Կորինթացիներ, օրհնության գավաթը, որն օրհնում ենք, արդյոք Քրիստոսի արյան հաղորդությունը չէ։ Այն հացը, որ կտրում ենք, արդյոք Քրիստոսի մարմինի հաղորդությունը չէ, որովհետև մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք, քանի որ բոլորս էլ այդ մեկ հացից ենք ճաշակում։ Պողոս առաքյալը այստեղ հարց է տալի, ասում է, այդ որ խմում ենք, այդ որ ուտում ենք, բայց մեկ մարմնից չենք օգտվում, բայց չենք անում, որպեսզի բոլորս մեկ լինենք, բայց չենք անում, որպեսզի այդ մարմնին հաղորդ լինենք։ Ժողովուրդ, ահա այն
Այն բանը էլի են, որ ասում ենք լավ, այս հաղորդությունը ինչի համար է այդքան կարևոր, այս հենց սրա համար։ Այս հենց սրա համար։ Եթե չանես, Աստծո հետ բաժին չունես։ Եթե հաղորդ չլինես, նրա մարմինն ու արյանը իրար հետ։ Ասում է, խմում ենք բոլորս մեկ մարմից, մեկ արյունից, որպեսզի բոլորս մեկ լինենք։ Ահա եկեղեցու մեկ այլ կարևորություն, ժողովուրդ ջան։ Մեկ այլ կարևորություն, որովհետև մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք, քանի որ բոլորս էլ այդ մեկ հացից ենք ճաշակում։ Բոլորս էլ մեկ հացից, ժողովուրդ։ Միաբանության հարցն աստեղ։ Հիսուսը ասում է, ես եմ կենդանի հացը, որ երկնքից իջել եմ, եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ աշխարհի կյանքի համար։ Ես եմ կենդանի հացը։ Գիտեք ինչ է Հիսուսը սրանով ասում։ Ասում է այն ժամանակ, երբ որ դուք 40 տարի անապատով քայլում էիք, այդ մանանան, որ երկնքից գալիս էր, ձեր հայրերը կշտանում էին դրանով, որպեսզի սողամատ չլնեն, այդ կենդանի հացն եմ ես։ Իսկ դրանից հետո, երբ որ օրենքը ձեզ տրվեց, այդ սրբության մեջ այդ հացը, որ պահում եք, առաջավորության հացը, որ դնում էիք, էլի այդ զոհերի համար, այդ հացն եմ ես։ Այդ ես եմ կենդանի հացը։ Այն ժամանակ ժողովուրդ, եթե մանանան չուտեիր, անապատում կմահանայիր։ Շատ պարզ է։ Հիսուսը համեմատում է այդ մանանան, այդ հացը, որ անապատում կերվավ, հենց այն բանի փաստի մասին, որ եթե չուտես այս հացը, կյանք չունես։ Ու Հիսուսը համեմատվում է նաև մի հատ Մելքիցեդեկի հետ։ Լսել եք իր մասին։ Ծննդոց գրքում մի հատ sense առեղծվածային sense անznավորություն է մի հատ, sense չես հասկանում ով է, ինչ է, որտեղից է, ուր է եթում, բայց համեմատվում է, ասում է, ստվեր էր, ինքը ստվեր էր, բարձրյալ Աստծո քահանա էր, Հիսուսի, չուներ տոհմածառ, չգիտես որտեղից էր գալի, բայց Աբրահամը իրեն զոհաբերություն արեց, իրեն ընծատ տվեց, ու այդ նույն Մելքիցեդեկը Աբրահամին ասում է, եւ Սաղեմի թագավոր Մելքիցեդեկը հաց ու գինի հանեց, նա բարձրյալ Աստծո քահանա էր, տվեց Աբրահամին։ Աբրահամը իրան զոհաբերություն էր տալիս, ու այդ Մելքիցեդեկը իրան էլ տվեց հաց ու գինի։ Տեսեք, խորհուրդը արդեն ծննդոց գրքից է գալիս այդ հաց ու գինին տալը։ Հիսուսն էլ ինքն էլ որպես մեր քահանայապետ, ավելի լավ քահանայապետ, ոնց որ Եբրայեցիների թուղթն է ասում, քան թե Մելքիցեդեկը, ավելի մեծ, ավելի բարձրյալ, մեր թագավորը ինքը համարեց, որ հիմա տալիս եմ ձեզ հաց ու գինի, արեք, կերեք, արեք, խմեք։ Այդ խորհուրդը այն ժամանակվանից է արդեն եկել։ Տիրոջ մահը եւ լուրջ զգուշացում, ժողովուրդ ջան։ Քանի որ ամեն անգամ, երբ այս հացն ուտեք եւ այս գավաթը խմեք, Տիրոջ մահը պատմեք, ինչեւ որ նա կգա։ Այս խոսքը ամեն հաղորդության ժամանակ կարդացվում է։ Մի բան, գիտեք, միշտ իմ համար sense տարօրինակ է թվացել։ Չգիտեմ ով կա, որ ինձ կհամաձայնի։ Պողոս ջան, ինչի ես ասում Տիրոջ մահը պատմենք։ Ավելի կամ լավ, ասում ես մահը, խի չես այդ հարությունն էլ կողքը դնում ավելացնում, էլի։ Խի ես բաց թողում այդ հարությունը։ Խի չես ասում նրա մահը ու նրա հարությունը պատմեք, մինչև որ նա գա։ Ինչի ես մահվան մասին սեն շեշտում ու մոռանում ես հարության մասին։ Ժողովուրդ, մենք որ հավաքվել ենք, այս հաղորդության բանը, երևի թե չգիտեմ, շատ անգամ մի քիչ տխուր է անցնում, սենց շատ տենց լրության մեջ, հանկարծ ծպտուն չդուս գա եւ այլ, որտեղ սուրբ բան է, բայց գիտեք ժողովուրդ, Պողոսը սրանով ասում է, ժողովուրդ, հիշեք նրա մահը, այդ մահով ինչ կատարվեց։ Այդ մահով այն ուխտից ազատագրվեցիք, որ ձեզ տանում էր դատաստանի։ Այդ մահով նոր ուխտ կնքվեց, որտեղ ուխտի համար արյուն է պետք։ Առանց այդ արյան այդ ուխտը չէր կնքվի։ Այդ մահով նոր ուխտ կնքեցիք։ Ու այդ մահով, եթե չմահանար, այդ ժառանգությունը, այդ կտակը չեք ստանա, այդ որն էր այդ կտակն ու ժառանգությունը, եթե ոչ Սուրբ Հոգին ու իր շնորհը։
Հիսուսը գիտեք ինչի համար հիմա ասեց, որ մինչև ես գնամ, Սուրբ Հոգին չի գա։ Մինչև ես չմահանամ, մինչև կտակս չթողեմ, չեք կարա առնեք այդ Սուրբ Հոգուն, դրա համար ավելի լավ է, որ ես այդամ։ Պողոսն էլ ասում է այդ մահի հիշեք, տեսեք 3 բան կատարվեց, այն ուխտից ազատագրվեցիք, որովհետև այդ պայմանագիր կնքողի մի կողմը մահացավ, մահնայելի հիշատակում, երկրորդը այդ մահով արյուն թափվեց, որպեսզի նոր ուխտ ընկեք, ու այդ մահով ժառանգությունը նոր ստացաք։ Հիմա տեսեք ժողովուրդ, այս բանը որ լսում ես, այս տոնը բա չի դառնում ուրախության տոն ավելի շատ։ Այս տոնը չի դառնում հենց հնձության տոն, որ Տեր ջան, հալելույա, ես ինչ ես արել իմ համար։ Ես էլ եկել եմ, որպեսզի հաղորդ լինեմ ու այդ ամեն ինչը առնեմ հավատքով։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Հիմա լուրջ պահն է գալի։ Հիմա լուրջ պահն է գալի։ Ասում է, ուստի, ով որ անարժանաբար ուտի այս հացը, կամ խմի տիրոջ գավաթը, պարտական կլինի տիրոջ մարմնին և արյանը։ Հիմա, Տերորդ եղբայր ջան, ապրես շատ։ Կարիք կար։ Ով ուտի անարժանաբար, արժանության մասին է խոսքը հետում ժողովուրդ ջան, ով է արժան, էլ թող ձեր բարձրացնի, ով է արժան։ Ինչ, արժան ենք թե չէ։ Ժողովուրդ ջան, վայ մեզ, եթե մեր արժանիքներից լիներ։ Վայ մեզ, եթե մեր արժանիքներից լիներ։ Բա Պողոս ջան, ինչ նկատի ունես անարժան, այդ ով է արժան։ Այդ որ մեկն է արժան, որպեսզի մոտենա այդ հաղորդության հացին ու գինին հիմա։ Այն մեկը տեսել եմ, չգիտեմ, եկեք բաներ ասեմ, բայց ձերմնավ եք վերագրել, ես եմ հիշում դրա համար եմ ասում։ Այն մեկը տեսել եմ ծխում, այնք իրավունք չունի մոտենա հաղորդության։ Այն մեկը տեսել եմ, մի անգամ սուտ ասը, իրավունք չունի մոտենա հաղորդությանը։ Այն մեկին տեսել եմ, չգիտեմ, արդեն դուք ենթադրեք։ Հա, բան ասում է։ Տեսել եմ։ Ժողովուրդ, եթե սենց լիներ, կարա մեկը ասի, որ իրա մեջ մեղք չկա։ Ինչ որ մեկը մեր մեջ կա, որ մեղք չունի։ Խի այն մեկինը տենում ենք, կարանք իրավունք ունենք դատենք, հա, այն մեկինը որ չենք տենում, կարանք ասենք հա ինքը մեղք չունի, անմեղա, իրավունք ունի մոտենա։ Չկա չէ նման բան։ Տեսեք, Աստված երբ որ Իսրայել ժողովրդին Եգիպտոսից հանում էր, այն վերջի պատուհասը որ կատարվեց, ինչ ասեց Աստված։ Ասեց, այդ գառը մորթեք, 1 տարեկան, արու, անարատ, արյունը քսեք դրանդիներին, միսնել կերեք բոլորով։ Այսինքն, այդ տան մեջ, ինչա սաղ բոլորը անմեղ մարդիկ էին, չէ, բայց ինչ կա ժողովուրդ, այս բանը պաշտպանում էր մահվանից։ Ու այդ մարդիկ, տեսեք, եթե չհավատային, եթե հավատքով դա չանեին, ինչ էր նրանց վերջի լինելու մահ։ Հիմա ուստի ով որ անարժանաբար մոտենա այս հացին, այդ անարժանաբարը լավ որն է, եթե դա չի, որ մեր արժանիքներն են, այսինքն ես լավն եմ, դրա համար իրավունք ունեմ, չէ։ Սրա մասին չի ժողովուրդ ջան։ Ասում է, ստեղ մի քանի բաներ եմ թվարկել, էլի, ինչը անարժանաբար նշանակում։ Անխոհեմ, թեթևամտորեն, անհարգալից, առանց ակնածանքի, խաչի հանդեպ։ Պողոս առաքյալը, երբ որ այս բառերը գրում էր կորինթացիներին, մի հատ կներեք, մի հատ այնց քաոսային վիճակ էր տիրում։ Ասում է, երբ որ այնտեղ հավաքվում էին, հաղորդությունը մեծ խնջույք էր, նստում ուտում խմում էին, ու այդ ուտուշ խմուշի ժամանակ գալիս էին այն մարդիկ, որ սոված էին։ Գալիս էին, նստում էին, մասնակցում էին, ասում են, ինչ լավ է։ Գքանք ձրի հաց կուտենք, խմենք, կեթանք։ Ու Պողոսը հենց էս է շեշտում, անարժանաբար մոտեցաք Տիրոջ հաղորդության սեղանին։ Այսինքն դու մոտեցար ոչ թե ճիշտ սրտի դիրքով, այլ սխալ։ Դու մոտեցար քո օգտի համար։ Դու մոտեցար, չգիտեմ,
ինչ որ շահ ունեիր դրա մեջ, դրա համար մոտեցար, դու լուրջ չընդունեցիր, որ էսի լուրջ բան է, դու սրանով այնց բան ես մի հատ կատարում քո կյանքում, որ քեզ մահվանից ազատում է, որ քեզ դարձնում է այդ Հիսուս Քրիստոսի մարմնի անդամ, անլրջությամբ մոտեցար այդ ամեն ինչին, առանց հավատքի մոտեցար այդ ամեն ինչին, էլ ինչ բաներ ասեցի, անհարգալից վերջի վերջո։ Ու այս ամեն ինչը ժողովուրդ, այո, Պողոսը ամոր ասում է անարժանաբար մոտենաս, այս ամենը հենց այս նկատի ունի, ոչ թե մեր արժանիքներին, որ մենք լավն ենք, չէ, այլ ինչ սրտի դիրքով ենք հիմա մոտենալու այս հաղորդության հարցին։ Կան բաներ մեր կյանքում, մեղքեր, որ մենք ասում ենք, ադե սաղ էլ անում են, ես էլ եմ անում։ Եթե կա մեղք քո կյանքում, որ դու գիտես դա մեղք է, ու դու չես էլ ուզում ազատագրվես, չես էլ ասում, որ դա վատ բան է, չես էլ ասում, որ դա սխալ է, բայց ես գալիս ես էլ կընդունեմ։ Աստված ասում է, չէ։ Չխոստովանված մեղքը չի էլ ներվում։ Դրա համար էլի այդ անարժանությամբ նշանակում է գալիս ես Աստծո հետ անկեղծելի։ Մեկը Աստված գիտի, մեկը Աստված տեսնում է քո կյանքում ինչ է կատարում, քո մտքերը, քո սրտը եւ այլ, քո գործերը, ամեն ինչ Աստված գիտի։ Աստված ասում է գալիս ես խոստովանի։ Ասա, Տեր ջան, կներես, էլի ընկել եմ սրա մեջ։ Տեր ջան, ներիր, օգնիր, ազատագրվեմ այս ամեն ինչից։ Եթե սա ասում ես, խոստովանում ես, համարձակությամբ մոտեցի։ Հավատացել ես, ընդունել ես Տիրոջը, ասել ես, որ դու ես իմ Տերը, իմ արքան։ Հավատում ես, որ այս անելով դու նրա արյունն ու մարմինն ես խմում ու ուտում, որպեսզի հաղորդակից լինես, որպեսզի այդ զոհի, այդ մատաղը վերջի վերջո անես, որ մենք հավաքվել ենք այսօր։ Ժողովուրդ ջան, մենք այսօր մատաղ ենք եկել ուտելու։ Էսի մեր մատաղն է, այն գառը, որ մորթվեց մեզ համար։ Այդ գառը մորթվեց, էլ ուրիշ գառներ պետք չի։ Մենք ինչքան էլ ուզում է արդեն ասենք, բա այս զոհաբերությունն էլ կարան կանենք, չգիտեմ, այս մատաղն էլ կարան կանենք, գոհության մատաղ անենք, Աստված մեզ էսի ինչից ազատեց։ Գիտեք, երբ որ այդ մատաղը մենք անում ենք, ասում ենք ուրիշ ձև ասած, որ Հիսուս ջան, քո զոհը հերիք չէր։ Էս էլ անենք նավսյակի, որ չգիտենք, էլի, կլի։ Այս էլ անարժանությամբ մոտենալ Տիրոջ հաղորդության սեղանին, ժողովուրդ ջան։ Մատաղ ասելը, ժողովուրդ, այն ժամանակ հարկավոր էր, որովհետև այդ կենդանու արյունը ծածկում էր ժամանակավոր, դրա համար տարին մեկ անգամ պիտի մտներ այդ քահանայապետը սրբության սրբոց։ Հիսուսն էլ իր, ասում է, ոչ թե նոխազների արյունով, այլ իր իսկ արյունով դա արեց, ինքը մատաղելով, ինքը մորթվեց իմ ու քո համար, որպեսզի այս ամեն կարգից վերջնականապես ազատագրվենք, որովհետև այն կատարյալ զոհը մատուցվեց Աստծո արդարությունը բավարարելու համար։ Ամեն։ Պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արյանը, որովհետև անարժանաբար ուտողն ու խմողը իր անձի դատապարտություն է ուտում եւ խմում, քանի որ չի որոշում Տիրոջ մարմինը։ Դրա համար էլ ձեր մեջ շատ տկարներ ու հիվանդներ կան եւ շատերն էլ ննջած են։ Այսինքն Պողոս առաքյալը կապում է մեկը մյուսի հետ։ Ասում է այդ անարժանությամբ մոտենալը, այսինքն ժողովուրդ ուրիշ բառերով ասած, այս ամեն ինչին լրջություն չտալը, արդեն անարժանաբար մոտենալը, ու հետո մենք մեր վրա անեծք ենք վեկալում։ Ոչ թե գիտեք, Աստված սենց սպասում է, զարկեմ, չէ, այդ չի, այլ մենակ այդ գործողությունը, որ մենք արեցինք անարժանաբար մոտենալով այս ուխտի արյանն ու մարմնին, դա արդեն հերիք էր, որպեսզի դուր բացենք սատանային, որպեսզի ինքը գործանի։ Աստված չի անում, ժողովուրդ ջան, սատանան սպասում է քո դուր բացելուն։ Դրա համար այսօր որ եկել ենք, նախ ուրախության տոնը, հիշենք նրա մահը, այդ մահով ինչ արվեց։ Այդ մահով ուխտը կնքվեց, ժառանգությունը առանք։ Դրա համար էլ Սուրբ Հոգին բնակվում է ամեն մեկի մեջ, ով որ հավատում է Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Ու այդ արյունով հիմա ցողում ենք այդ արյունը Հիսուսի մեր տաճարի մեջ, մեր սրտի մեջ։ Այդ մարմինն էլ ուտում ենք որպես գոհության զոհ։ Ու եթե դու քեզ համարում ես Հիսուս Քրիստոսի հետևորդ, ոչ թե ուզում ես, այլ մոտեցի։ Խոստովանի ու մոտեցի։ Հավեսի կամ այսօր տենց տրամադրված չեմ, այսօր չգիտեմ մի քիչ ինչ լավ չեմ զգում, այսօր մի քիչ ինձ Աստծուց հեռացած եմ զգում, դրա համար չեմ մոտենում։ Աստված ասում է,
էլի քո գործն է։ Եթե տենց վիճակա, հարի էլի խոստովանի, թե ինքնախղճության մեջ ես մտել, թե ասում ես, չէ, ես մի բանն էլ հլա պիտի անեմ, ես մի խնդիրն էլ պիտի հլա իմ կյանքում լուծեմ, չէ, Աստված ասում է, դու մենակ չես կարողանալու լուծես, նեղացած ես, դժվարության մեջ ես, չգիտեմ ինչ բաներ կա քո կյանքում, էլի բերիմ առաջ, արի հաղորդելի, որպեսզի այդ միաբանությունը, այդ հաղորդությունը լինի, դառնաս այդ մարմնի մաս, որպեսզի այդ կարգը էլի կատարվի, Փառք Տիրոջը ժողովուրդ, ու այստեղ շարունակումը հետո վերջում, քանի դրա համար է շատ տկարներ, հիվանդներ ու սատերներ ննջած են, այս դրանից է հենց գալիս, կամ սենց ասեմ, ոչ թե հենց դրանից է գալիս, այդ դա կարա պատճառ լինի սենց բաների համար, ամեն, հիմա տեսեք մի հատ առաջարկ ունեմ, քանիսն է, արդեն լավ ժամն արդեն, մի հատ առաջարկ ունեմ, եկեք հիմա, կարող է մի քիչ ես վերջում սենց բանելակ, բայց եկեք ուրիշ տեսանկյունից ենք նայում, խոսծվանել ես, ասում ես Աստծուն, մոտեցել ես Տիրոջ գահին, հիմա թող այդ ուրախությունը արդեն քո մեջ բարձրանա, թող այդ ուրախությունը արդեն տիրի, ոչ թե վախը, ոչ թե վայաման, վայ ինչ կլինի եւ այլ, եկեք հիմա այդ հավատքով գանք Տիրոջ մարմնին ու արյանը հաղորդ լինենք, Փառք Հիսուսին, սիրելիներս, եկեք հիմա այն անկեղծ սրտով, այն միամիտ սրտով, եկեք այն սկզբունքով հիմա մոտենանք, որ մեր արժանիքից չի, բայց մեր սրտի դիրքից է, եկեք խոստովանենք, եկեք մոտենանք Տիրոջ մարմնին, եկեք հաղորդ լինենք իրար հետ, սիրելիներս, եկեք որպես եկեղեցի մասնակից լինենք այն մեծ բանին, որ կատարվեց, այն ժառանգությունը առնենք հավատքով, որ Աստված տվեց իր մահով, եկեք հիշենք ու պատմենք նրա մահը, մինչև որ նա կվերադառնա, ամեն, Տերս փառք ենք տալիս քեզ, մեծարում ենք քեզ, մեր արքա, շնորհակալ ենք Տեր, որ դու այսքան մեծ Աստված ես, որ դու Աստվածների Աստվածն ես, Տերերի Տերն ես, թագավորների թագավորն ես, Տեր ջան, շնորհակալ ենք Տեր, ու մեծարում ենք քեզ Տեր, որովհետև դու արժան ես, դու արեցիր այն ամենը, որ մենք չէինք կարող անենք Տեր, դու գործեցիր այն ամենը, որ մենք չէինք կարող գործեինք Տեր, դու ճանապարհ պատրաստեցիր այնտեղ, որտեղ ճանապարհը անհնար էր թվում Տեր իմ Աստված, շնորհակալ ենք Տեր քո սիրո ողորմության համար Տեր, որ քո արդարությունը Տեր պատճառ չհանդիսացավ Տեր իմ Աստված, որպեսզի դու հեռանաս մեզանից Տեր, այլ ընդհակառակը քո սիրով ու քո ողորմությունով Տեր, ճանապարհ գտար Տեր, որպեսզի քո արդարությունն ու ողորմությունը գործի Տեր իմ Աստված մեր մեջ, շնորհակալ ենք Տեր, եւ այսօր եկել ենք Տեր, որպեսզի հաղորդ լինենք քո մարմնի քո արյանը Տեր իմ Աստված, եկել ենք Տեր խոստովանելով Տեր, որ այո ունենք բաց թողումներ մեր կյանքում, միգուցե մեղքեր Տեր իմ Աստված, եկել ենք ասենք Տեր, որ ներիր մեզ, խնդրում ենք Տեր ջան, եկել ենք ասենք Տեր, որ օգնիր մեզ Տեր իմ Աստված, զորացրու մեզ Տեր ջան, օգնիր Տեր դեմ կանգնելու այդ ամենին Տեր իմ Աստված, խնդրում ենք քեզ Տեր իմ, որպեսզի Սուրբ Հոգով գործես մեր մեջ Տեր ջան, որպեսզի մեզ օգնես Տեր Հիսուս, ամեն փառքն ու պատիվը քեզ ենք տալիս Տեր, եւ հավատում ենք Տեր ջան, եւ մոտենում ենք համարձակությամբ շնորհքի գահին հիմա Տեր ջան, եւ ընդունում ենք Տեր այն զոհը, որ դու արեցիր մեր համար Տեր, եւ ընդունում ենք Տեր քո արյունը եւ քո մարմինը մեր մարմինների մեջ Տեր ջան, Հիսուսի անունով, հալելույա, ամեն, խնդրեմ սիրելիներս, կարող եք մոտենալ